Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Մթացյանն եմ։ Խաղաղության օրակարգ, թրիփ, գերիներ, Միացյալ Նահանգների փոխնախագահի այց։ Նիկոլ Փաշինյանը J.D. Vance-ի Հայաստան այցից անմիջապես հետո հանդես է եկել հարցազրույցով։ Ըստ Փաշինյանի Թրամփի ուղի նախագծով հիմնական ուղերձը հետևյալն է։ Աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու։ Մենք թրիփը պետք է անցնենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այդ թրիփը օգոստոսի 8-ին էր ինքը քաղաքական հայտարարություն։ Հիմա թրիփը վերեացվել ներդրումային ծրագրի, որտեղ Միացյալ Նահանգները առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Ըստ պայմանավորվածության 50 տարի հետո թրիփ նախագծում Հայաստանի բաժնեմասը դառնալու է 49%, հայտարարել է Փաշինյանը։ Անդրադառնալով Վենսի այցին, Փաշինյանն ասել է, որ չեն քննարկել սահմանային վիճակը, բայց քննարկել են կոնֆլիկտների հետևանքները։ Օրակարգում է եղել մեր գերիների վերադարձի հարցը։ Իսկ ինչ առաջ խաղացում կա այդ քննարկումից, լսենք։ Ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում եւ հարցը քննարկվել է օրակարգում։ Ես դες ավելին ասեմ, չափազանցություն չկա։ Մեր գործնականում որևէ ուղիղ կամ անուղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չանդրադառնանք։ Չկա ուղակի։ Էլի եմ ասում վերաբերելի, որովհետեւ կարող են լինել ձևաչափեր, որտեղ ընդհանրապես ոչ մի ուղակի կամ անուղակի առնչություն չի։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը բարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք։ Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ միշտ չէ, որ միջազգային հարթակներից գերիների մասին խոսելն օգնում է։ Օրինակ, եթե միջազգային ամբիոններից խոսեին Վագիվ Խաչատրյանի մասին, նա չէր վերադառնա հայրենիք։ Գերիների վերադարձի հարցում հաջողության հասնելու միակ երաշխիքը խաղաղությունն է, վստահ է Փաշինյանը։ Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրը անլուծել է։ Ես դες բերեմ մի օրինակ եւ հատկապես այդ օրինակն եմ ուզում բերել, նախորդ ամիս վերադարձան 4 անձինք մեր հայրենակիցներ, ես ուզում եմ մյուսների դեպքում չեմ ասի այդ բանը, բայց Վագիվ Խաչատրյանի դեպքում եւ ես ուզում եմ ձեզ միանշանակ եւ աներկբա վստահեցնել, որ եթե չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, նա չէր վերադառնա։ Զուգահեռ էլ ընթանում էր J.D. Vance-Ալիև հանդիպումը, որի ավարտին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը վերջ են դրել տարիների պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է, իսկ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Ալիևն էլ ասել է, որ այս փաստաթուղթը քրտնաջան աշխատանքի արդյունք է, իսկ տարածաշրջանում Թրամփ-Վենս վարչակազմի գործադրած ջանքերի ամենակարևոր արդյունքներից եւ հիմնական դրսեւորումներից մեկը թրիփ նախագիծն է։ Ադրբեջանը ոչ միայն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել է նավթամթերք արտահանել Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանը նպաստում է 16 երկրների էներգետիկ անվտանգությանը, որոնցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ են։ Մենք շատ շնորհակալ ենք Թրամփ-Վենս վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած շատ դրական վերաբերմունքի համար։ Բաքվի համար մեծ պատիվ է ռազմավարական գործընկերություն հաստատել աշխարհի ամենահզոր պետության հետ։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ։ Մինչ ստորագրում էին ԱՄՆ-Ադրբեջան գործակցության մասին փաստաթուղթը, Ադրբեջանի ռազմական դատարանի խորհրդակցությունների սենյակում որոշում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործի վճիռը։ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Վարդանյանին դատապարտել ՑՄ ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցներում սակայն չի հաղորդվում ինչ է ասել Վարդանյանն իր վերջին խոսքի ժամանակ։ Պաշտպանական ճառ չի եղել, փաստաբան Բաբիշովն այն չի ներկայացրել հենց Վարդանյանի խնդրանքով։ Ադրբեջանական մամուլն Արցախի նախկին պետնախարարի ելույթից որևէ բան չի գրել, նշելով միայն, որ նա մեջ բերել է բանաստեղծներ Ֆիզուլիին եւ Ջավադին։ Վարդանյանն ավելի վաղ որդու միջոցով փոխանցել էր իր դիրքորոշումը։ Նա ամբողջ գործընթացն անվանել է արդարադատության իմիտացիա, իսկ դատավարությունը արդար դատարանի հիմնարար չափանիշներին չհամապատասխանող։
Իսկ ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսկը, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրյամ Լեքսմանն ու Դան Բարնան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռը, զգուշացնելով, որ դա կարող է վնասել Հարավային Կովկասում ձևավորվող փխրուն, բայց դրական խաղաղության մթնոլորտը։ Նախնական տվյալով եպիսկոպոսած ժողովը կգումարվի Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ին, գործընկերոջս հայտնել է Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը։ Հոգևորականի խոսքով ժողովը ի սկզբանե պետք է լիներ էջմիածնում, սակայն գործող իշխանությունը փորձել է միջամտել եւ խոչընդոտել։ Այդ իսկ պատճառով նախատեսվել է Ավստրիայում գումարել։ Եպիսկոպոսներից ոմանց կանչել են քննչական կոմիտե Հայաստանից չբացակայելու ստորագրություն վերցրել, բայց դա էլ չի կարող խանգարել։ Հնարավոր է եպիսկոպոսած ժողովը գումարվի նրանց բացակայությամբ, հնարավոր է նաև կազմակերպվի օնլայն։ 3 մայրաթորում պատարակ է մատուցվել Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում եւ եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցական թեմակալ առաջնորդներ, մայրաթորի միաբաններ եւ բազմաթիվ հավատավոր հայրենիներ։ Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է եկեղեցու դեմ ընթացող արշավին։ Վեհափառը հայտարարել է, վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգեվոր եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգեվորականներ, սարքավակներից եպիսկոպոս ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների։ Եկեղեցին բոլորիս հոգեվոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է եւ պատասխանատվություն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։ Դոնալդ Թրամփն իսրայելական հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Բենյամին Նեթանյահուն ցանկանում է լավ գործարք կնքել Իրանի հետ։ Նա ընդգծել է, որ Իրանը միջուկային զենք կամ հրթիռներ չի ունենալու, նշելով, որ բանակցությունների ձախողման դեպքում նա պատրաստ կլինի ռազմական գործողություններ սկսել, ինչպես դա արեց անցյալ տարի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, նա կհանդիպի Թրամփի հետ։ Թրամփը պահանջել է Միացյալ Նահանգները եւ Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը, հայտարարելով, որ հակառակ դեպքում թույլ չի տա այն բացել Օնտարիոյի եւ Միչիգանի միջեւ։ Կանադայում Թրամփի պնդումները աբսուրդային են անվանել։ Դա պարզապես խելագարություն է, երբ տեսագրառումը չէի կարողանում հավատալ դրան, ասել է սահմանային Վինձորի քաղաքապետը։ Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները։ Վերջինս ասել էր, որ եթե տարածաշրջանում որևէ մեկը ձեռք բերի միջուկային զենք, Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին։ Պեսկովն էլ ասել է, որ գոյություն ունի միջուկային զենքի չտարածման ռեժիմ եւ իհարկե դա միջուկային անվտանգության անկյունակարն է։ Կուբայի ավիացիոն ոլորտի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ կղզում ավիաընկերությունների համար վերջանում է վառելիքը։ Ճգնաժամն առաջացել է Միացյալ Նահանգների նավթային շրջափակման պատճառով, որը փաստացի կտրել է Կուբայի հասանելիությունը Վենեսուելայում եւ Մեքսիկայում գտնվող նավթի հիմնական աղբյուրներից։ Երկրի կառավարությունը կիրակի երեկոյան հայտարարություն էր տարածել զգուշացնելով, որ ավիացիոն վառելիքը հասանելի չի լինի կղզու 9 օդանավակայաններում փետրվարի 10-ից մինչև 11-ը։ Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով։ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16-ից 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը եւ Արտակ Ամիրյանը 880.2 միավոր արդյունքով նվաճել են ոսկե մեդալ։ Եվ վերջում եղանակի մասին տեղումները ժամանակ առ ժամանակ կշարունակվեն։ Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում։ Առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։